Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է, իսկ այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակյանին։ Բարի երեկո, պարոն Մակյան։ Բարև ձեզ։ Մեր զրույցը այսօր սկսենք մի իրադարձությունից, որը կապված է Հայ ազգային կոնգրեսի հետ։ Վերջինս Արտիկ քաղաքում բացել է տարածքային կենտրոն այսօր։ Ինչով է պայմանավորված ակտիվությունը կամ եթե դա ակտիվություն է բնորոշում, ինչ նպատակ է հետապնդում մարզերում նոր կառույցների բացումը։ Գիտեք, կարելի է երկու հարթության վրա նայել, նախ Արտիկը որպես Արտիկ քաղաքի եւ նախկին շրջանը, հիմա անվանենք տարածաշրջան, ոչ միայն Շիրակի մարզի ամենակաղաքականացված տարածքներից էր, նաեւ հանրապետության, նաեւ այո ընդդիմադիր, նաեւ հանրապետության մեջ, այնուամենայնիվ իմ տպավորությամբ օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ ուշ բացվեց, բայց լավ է ուշ, քան երբեք բացվել է, ոչ միայն որ հիմա հարցի ենթատեքստը հասկանում եմ նաև որ ինչ որ քաղաքական զարգացումներ է սպասում, այո, չենք թաքցնում, Հայ ազգային կոնգրեսը պատրաստում է արդահերթ ընտրությունների եւ ենթադրում եմ, որ գրասենյակները պետք է շարունակվեն բացվել։ Պարոն Մակյան, հիմա շատ է խոսում արտահերթ ընտրությունների մասին, որքանով եք հավանական համարում արտահերթ ընտրությունները այն պարագայում, երբ խորհրդարանական ընտրություններ մնացել է 1 տարի, իսկ նախագահական ընտրություններին 2 տարի։ Այս պարագայում արտահերթ ընտրությունները որքանով ընդունելի կամ տրամաբանական կլինեն։ Գիտեք, քաղաքական հաշվիչը աշխատում է ոչ թե հետադարձ բանով, այլ համընթաց եւ ամեն օր, ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել եւ այդ իրավիճակը բնականաբար ինքնաբարեբար ինքնուրույն չի կարող փոխվել, չնայած բացառված չի, որտեղ մենք տեսնում ենք թե արաբական աշխարհում ինչեր է կատարվում, բայց ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի այսօր առայժմս վերահսկում է այդ զարգացումը, process-ները, դուք տեսնում եք ինչքան մարդ է գալիս հրապարակ եւ բնականաբար եթե այդ ամբողջ գործընթացը չվերահսկվեր Հայ ազգային կոնգրեսի կողմից չէր բացառվում այլ զարգացումներ։ Այդ առումով ամեն օր հնարավոր է բերել իմ ասած հանգուցալուծմանը արդահերթ ընտրությունների։ Այսինքն հեղափոխական իրավիճակը առայժմ Հայաստանում զսպում է Հայ ազգային կոնգրեսի ուժերով։ Հեղափոխական բառը սովորաբար ընկալում ենք հին սերունդը, սովետական սերունդը ընկալում է Ավրորա հացանավի կրակոցները, բայց մեր նոր սերունդը 20 տարվա այս process-ները, հատկապես 21-րդ դարը արդեն մուտք են գործել հեղափոխական տարբեր process-ներ կան, ես ասում եմ, այո, Հայ ազգային կոնգրեսը այսօր հեղափոխական այդ գործընթացները, process-ները, քաղաքական process-ները զսպում է, որպեսզի չվնասի Հայաստան պետությանը եւ Արցախի հիմնահարցին։ Եվ փորձում է այսպես հրաբարակային երկխոսությամբ նույն հասկացողությանը բերել իշխանությանը, որ ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե իրենք շարունակեն այսպես համառությամբ իրենց 10 քանի տարվա գիծը շարունակեն։ Պարոն Մակյան, որքանով եք հավանական համարում, որ իշխանությունը ընկալունակ կլինի Հայ ազգային կոնգրեսի ասացին եւ ձեր ասացին, ինչպես ներկայացրեցիք, որ այստեղ ինչքան հասկացա պետք է պետական կենտրոն մոտեցում խնդիրների լուծմանը, սակայն իշխանությունը հենց Հայ ազգային կոնգրեսի կողմից բազմաթիվ անգամներ 2007 թվականից քննադատվել այն բանի համար, որ այնտեղ գերակայում են կլանաօլիգարխիկ եւ հանցագործ բարքերը եւ այս պարագայում ինչ հավանականություն կա, որ իշխանությունը ներսից տրանսֆորմացվի, որակական փոփոխություն տեղի կունենա։ Ասեմ, գործող ռեժիմի դեմ մենք պայքարել ենք սկսած 1998 թվականից եւ համամիտումը մեր կուսակցությունը, այո, մեր կուսակցությունը 1998 թվականից եւ համամիտեմ, որ իշխանությունը կրում է այդ որակները։ Ես հաջողակի նաեւ օգտագործում եմ բանդայի որակներ։ Այդ որակները տարերը կրում եմ։ Եվ եթե թույլ տանք եւ ներքին զարգացումները հնարավորություն տա եւ հատկապես արտաքին
զարգացումները, այս իշխանությունները իրենց որակները բնականաբար չեն փոխել։ Եվ կարծում եմ, եւ արտաքին ճնշումները, միջամտությունները տարբեր ձևերով, որովհետեւ երբ որ իշխանությունը խոցելի է, այսինքն լեգիտիմ չէ, ընդրված չէ, դրսից միշտ ազդեցության ենթարկվող են։ Եվ ներսում դու գիտեք ինչպիսի սոցիալական խնդիրներ կան, հասարակության 60%-ից ավել օրվա հացի խնդիրը փորձում լուծել, իսկ երբ մի 5-10%-ը ցոփ կյանք է վարում, որ աշխարհի ամեն շեխերը չեն վարում նման կյանք։ Եվ այս հագասությունը բերում է շատ լուրջ հագադրման։ Եվ բնականաբար իշխանությունները հասկանում են, որ ամեն ինչ սահման ունի։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ եթե 2008 թվականին միջազգային հանրությունը գերտերությունները հաշվի առնելով իրենց շահերը որոշ հարցերում վերապահումներ արեցին եւ աչքերը փակեցին, այն ինչ որ կատարվեց Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին եւ հետո, հիմա արաբական աշխարհի այս գործընթացները հնարավորություն են ընձեռնում ավելի, այսպես ասած, օբյեկտիվ աշխարհը նայի զարգացումներին։ Հակառակ դեպքում անհասկանալի կլինի ինչու համար պետք է արևմուտքը գերտերությունները մի վերաբերմունք ցուցաբերեն արաբական աշխարհում, բայց հարավային Կովկասում այլ վերաբերմունք։ Միգուցե այստեղ քաղաքական կանխատեսելիության խնդիրն է, այսինքն արևմուտքի կողմից Հայաստանը դիտվում է որպես կանխատեսելի երկիր եւ այստեղ որևէ կարիք չկա անկանխատեսելի իրավիճակ ստեղծել նամանավանդ տարածաշրջանային կոնֆլիկտների պարագայում, որը կարող է պայթեցնել ամբողջ տարածաշրջանը։ Եվ արևմուտքի համար այստեղ չեք կարծում, որ էական չէ, Հայաստանը ժողովրդավարական կլինի, կհարգի մարդու իրավունքները, թե չեն հարգի, ուղղակի սահմանների մեջ բռնապետական ռեժիմ, որը կանխատեսելի կլինի։ Ցավոք ինչ որ մասով ձեզ հետ համամիտ եմ, որ արևմուտքը գոնե իրենց պահվածքը 2008 թվականի ընտրությունների գնահատականի եւ հետընտրական զարգացումները եւ այնուհետեւ մարտի 1 եւ դրա հետո եղած գնահատականները վերաբերմունքը եւ որ 3 տարուց ավել դեռևս գոյություն ունեն քաղբանդարկյաններ, մեր ընկերներից մի մասը Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը, Սարգիս եւ մնացածները դեռևս 6 հոգի նստած են, դա հենց ձեր ասած այն չափորոշիչների պարագաներ, որ արևմուտքը դրսևորեց։ Բայց ես նորից եմ վերադառնում, որ արևմուտքը կարծես հասկացել է, որ այդ հայաստանյան տիպի բռնապետությունները երկար ժամանակ չեն կարող գոյատևել։ Եվ իրենք աչքերը փակում են այն ժամանակ, երբ ներսում այդ գոյատևման ռեսուրսը կա։ Այսօր վերջի 3 տարիներին մարտի 1 տեսած ժողովուրդը եւ դրանից առաջ էլի ապրիլի 12 եւ էլի բաներ տեսած հասարակությունը լրիվ ուրիշ որակ է դարձել։ Քաղաքականապես հասունացել է եւ Հայազգային կոնգրեսի գոյությունը 3 տարվա ընթացքում, որ արդեն 100 եւ ավել հազար մարդ հրաբարակ է գալիս եւ դրսին էլ արևմուտքին էլ մեսիջ է, որ հասկանան, որ սա այլևս ներսում իրենք այս բռնապետությունը պահպանելու, պահելու ռեսուրսը չունեն։ Եվ բնականաբար Հայազգային կոնգրեսը քայլերը հաշվարկված է միայն մի բանի վրա, որ հնարավորինս քիչ վնաս հասցնի մեր պետությանը եւ Արցախի հարցի բնականաբար լուծմանը։ Հիմա երկխոսության բովանդակությանը հրապարակային, ինչպես դուք նշեցիք, ինչքանով եք հավատացած, որ իշխանական կողմը բավարարի այն պայմանները կամ ինչ-որ երաշխիքներ կտա, որ անպայման ինչ-որ բան կփոխվի այդ պայմանների կատարման առումով, այն դեպքում, երբ արդեն մոտ 2 ամիս կա այդ երկխոսությունը, սակայն քաղբանտարկյալները, որոնք համարվում են ամենացավոտ խնդիրը, իշխանություն, այստեղ կարելի ասել նաև ոչ թե ընդդիմություն, այլ հասարակություն հարաբերություններում դեռևս ճաղերի հետևում են եւ կարծես թե իշխանությունը չի շտապում այդ մարդկանց ազատության մեջ թողնել։ Գիտեք, իշխանությունը չի շտապում, եթե իշխանությունը հնարավորություն ունենա 1 ժամ պահելու ավել, այդ պահելու է, հատկապես Նիկոլին եւ Սասունին։ Եվ անում են։ Եվ անում են։ Իշխանությունը պարտադրված է քայլեր անում։ Պարտադրված է անում։ Եվ հույս ունենանք, որ իրենք կամովին որոշակի քայլեր կանեն, դա բացառված է։ Ես դեմ եմ երկխոսության տերմինոլոգիան։ Դա իշխանության քարոզչամեքենան այսօր լայնածավալ օգտագործում է, որ
իշխանություն, ընդդիմություն, իդեմս Հայ ազգային կոնգրեսի գնում է երկխոսություն, բայց հստակ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ասել է, երկխոսությունը պետք է լինի իշխանության եւ հասարակության միջև։ Ընդդիմությունը դա այն միջոցն է Հայ ազգային կոնգրեսը, որ կարողանա սահուն անցնցում իշխանությունը բռնազավթած այս վարչախմբից փոխանցի ժողովրդին։ Եվ քարոզչամեքենան, որ երկխոսությունը վերագրում է իշխանություն, ընդդիմություն, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, դա պատահական չի։ Դրանով փորձում են հասարակության ընկալ, որ նրանք արդեն կոպիտ ասած բազար անում են, դուք անելիք չունեք, դուք գնացեք նստեք ձեր տունը, իրենք հարցերը լուծեն, բայց իշխանության այս քարոզչամեքենան նպատակ ունի, որ ժողովրդին հրաբարագից հետ պահի, ժողովուրդը աբահով լինի, որ հարցերը լուծում են առանց իրենց, եւ իշխանությունը նորից շարունակի իր այն գործունեությունը ոնց որ 13 տարի գործել է։ Իսկ մենք այդ հասկանում ենք եւ դրա համար այսօրվա եթերն էլ Շիրակի մարզում մեր հասարակությանը ասում ենք, որ նման բան գոյություն չունի։ Եվ ես վերջերս նաեւ, քանի որ նաեւ լինում եմ ինչպեսի բան երկխոսության մասին է խոսքը։ Երկխոսություն, ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի։ Երկխոսությունը պետք է կայանա իշխանություն հասարակության միջև։ Հասարակության միջև եւ ձեր կարծեմ գալայում էր թե ցայգով եթե գնաց Շիրակի մարզի գյուղերից մեկին խոսեցնում են, դե հասկանալի է, դե որ գնում են երկխոսության, թող Արթուր Բաղդասարյանի նման 2008 թվականին գնային, ուզում են զուգահեռներ տանել այդ աղքի հետ, դա լրիվ այլ բան է, աղքը խապել է ժողովրդին, գնացել խաղացել ընդդիմության կերպարով, ձայները գողացել է եւ հանձնել է իշխանությանը։ Այսօր կոնգրեսը ասում է, որ պետք է որպեսզի պետականությանը եւ մեր հիմնական հարցը, ազգային հարցը, Արցախի հարցը հայանպաստ լուծելու համար, չվնասելու համար, պետք է իշխանությունը հասկանա, որ այլևս այդ նույն համառությամբ չպետք է փորձի իշխանությունը պահել, զավթած իշխանությունը պահել։ Իշխանություն, հասարակություն, երկխոսություն այս բարակայում իրականանում է, ինչքան հասկանում եմ, կոնգրեսի միջոցով, պարոն Մարտիրոսյան։ Միջնորդությամբ։ Կոնգրեսի միջնորդությամբ։ Եվ կոնգրեսը այդ միջնորդ դառնալու համար ունի 3 պայման։ Այդպես եթե շատ բարձ ձևակերպենք։ Այդ պայմանների բավարարումը բնականաբար առնչվում է կոնկրետ չնայած հասարակական մեծ զանգվածների առնչվում, սակայն կոնկրետ քաղաքական ուժ է պահանջատեր այդ պայմանների։ Այդ բարակայում հարցը առաջանում հասարակությունը իշխանություններից ինչ է ուզում եւ իշխանություն, հասարակություն, երկխոսության թեման եւ բովանդակությունը որն է լինելու։ Այսինքն հասարակությունը ինչ է պահանջում, դուք գիտեք, իշխանությունից եւ ինչպիսի փոփոխություններ է ուզում։ Վերջի հանրավակները, եթե ուշադրություն եք դարձրել, կոնգրեսը, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը, դառնում է ֆորումի, այսպես ասած գաղափարով, մեթոդոլոգիայով։ Այսինքն այն հարցադրումները, որ փորձում է միտինգին ներկայացնել, նաև համաձայնեցնում եք նույնիսկ քվեարկությամբ, տեսել եք հավաքված հարյուրավոր հազարավոր ժողովրդի հետ։ Եվ այդ ձևով խնդիրները, որ ներկայացում է իշխանությանը, դա ոչ միայն կոնգրեսի, այլև այդ 100,000 ժողովրդի ներկայացվածն է։ Վերջին հանրավակին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց, որ երկու պայմանները կատարվել է, երրորդն էլ կարծես ընթացքի մեջ է եւ այն մեսիջները, որ տրվեց Սերժ Սարգսյանի եւ իշխանությունների կողմից, որ հանձնարարությունը տրված արտադրության նախարարության, որ իրավական լուծումներ գտնվի, փաստորեն հիմնադիր նախագահան ասեց, որ դուրը կարծես կիսաբաց է, փակ չի, եւ մենք այս շանսը տանք, որպեսզի իրենք դուրը բացեն երկխոսության, հասարակության հետ։ Եվ ասեմ, որ միանշանակ չընկալվեց հրաբարակում։ Եվ դրանից հետո նստածույց տեղի ունեցավ։ Այո, եւ այդ նաեւ տեսնում էր իշխանությունը, որ բոլոր հարցերը այդպես հարց չի լուծում։ Տեսակետ հասարակության ազդեցությունը էական է կոնգրեսի վրա։ Եվ առաջիկա 31-ին, եթե մեր ընկերները բաց չթողնվեն, ապա չի բացառվում գործընթացների այլ զարգացում, որը ցավոք սրտի այդ պատասխանատվությունը լինելու է իշխանության վրա։ Հիմա գիտեք ինչ, եթե այդ զարգացումը գնա այն բադագույն տարբերակով, որ ժողովուրդը անվերահսկելի լինի, այդ դեպքում այդ բարձրացած սելավը, հեղեղը, առաջին ամենաշատ վնասը կհասցնի գործող ռեժիմին, հետո մեր պետականությանը ու Ղարաբաղին։ Հիմա իշխանությունները լինելով ակունքը որոշ մարդիկ
Իհարկե մի մասը եկել են կոմունիստական կոմսոմոլի բանով անցել են նույնիսկ հայոց համազգային շարժման խողովակով ու դարձել են հանրապետական ու բարգավաճ ու օրինաց երկիր, այդ շերտի մասին չեմ ասում։ Կան իշխանության մեջ մարդիկ, որոնք շարժման ակունքներից են, նրանք հասկանում են, որ այլևս ճանապարհը, այն ճանապարհը, որ գնում են, լուրջ վտանգներ են ներկայացնում եւ իրենց, եւ պետության համար։ Պարոն Մակյան, կոնգրեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հարցազրույցներում եւ տարբեր ելույթներում նշել են, որ իշխանությունների հետ երկխոսության միակ թեման լինելու է արտահերթ համապետական ընտրությունները, լինի նախագահական, թե խորհրդարանական։ Այսինքն, երբ դուռը բացվեց, վերջնական անպես Սերժ Սարգսյանի հետ նստելու են որոշեն, թե երբ է տեղի ունենալու արտահերթ ընտրությունները։ Այդ դեպքում որքանով եք տրամաբանական համարում, որ Սերժ Սարգսյանը կկատարի պայմաններ, որոնք դուռ կբացեն իր հրաժարականի համար։ Իսկ այդ դեպքում հաջորդ հարցադրումը Սերժ Սարգսյանը եւ իր վարչախումբը մտածում է ինչ հետևանք ունենա, եթե 100,000 ժողովուրդ կանգնի հրապարակում ու պահանջի այդ պահին հրաժարական, այդ պահին հրաժարական կամ Բաղրամյան գնան, կամ հրապարակ, Ազատության հրապարակ նստեն, դրա հետևանքը 10 օր դուք տեսաք, որ 2008 թվականի հետընտրական զարգացումներին 10 օրվա ընթացքում արդեն բուրգը քանդված էր։ Հիմա ձեզ ասում եմ, 3-4 օր շուրջօրյա հանրավակներ, այս բուրգը տեղում չի մնալու։ Իրենք լավ, այդ մեզանից լավ գիտեն, որովհետև կան փողը ունեն, փողի խնդիր չունեն։ Իրենք եթե նույնիսկ այդ ինտելեկտուալ հնարավորությունը չունեն, վարձում են եւ Արտասահմանից, եւ Ռուսաստանից, եւ մնացած, այսպես ասած, հայաստանյան այս փորձագետներին, եւ իրենք գնահատում են իրավիճակը։ Իրենք մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բնականաբար այլընտրանքը այս ընտրությունն է, որ իրենք արդեն կարծես թե դուրը կիսաբաց է, փորձում են գնալ այդ ճանապարհով։ Այդ դեպքում իշխանությունը ունի ոստիկանական զորքեր, չգիտեմ, բանակը ի վերջո կարող է օգտագործել եւ մի անգամ օգտագործել է օլիգարխներ իրենց դինգնազորերով եւ այսպես ավազակախմբերով, որոնք մարտի 1-ին օգտագործվեցին եւ ցավոք սրտի այստեղ շագեստավոր բավականին արդյունավետ հաջողվեց կասեցնել ժողովրդական այդ հուզումները կամ համաժողովրդական շարժումը եւ այս պարակայմիջն է տարօրինակ, որ նշվում է, որ իշխանությունը ունի նաեւ արևմուտքի աջակցությունը։ Կոնգրեսի ներկայացուցիչներն են նշել այդ մասին։ Այսինքն վայելելով արևմուտքի աջակցությունը, ձեռքերի ազատություն է ստանում երկրի ներսում իր իշխանությունը պահելու համար։ Գիտեք, յուրակ ամեն ինչ գինուն է եւ այն աջակցությունը, որ արևմուտքից ստանում է իշխանությունները, այդ գինը մենք 3 տարի տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների տեսքով, ցեղասպանության ուրացման կամ մինիմում կասկածի տակ դնելու տեսքով, Արցախի հարցի, այսպես ասած, արդեն որոշակի շրջաններ հանձնելու առանց որևէ կարգավիճակի տեսքով, այսինքն այդ գինը մենք տեսնում ենք։ Հիմա վերադառնանք հաջորդ ձեր հարցադրումը բանի մասով։ Իշխանությունը պահելու է։ Մարտի 1-ի եւ ինչ կարող են անել։ Այո, իրենք արել են մարտի 1, օգտագործել են բանակը։ Վերջերս Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, խոստովանանքը, որ իրականում դա էս ով էր, խոստովանեց, որ ես մենակ չեմ եղել, եթե դուք Սերժ Սարգսյան եւ Տիգրան Թորոսյանն էլ դե որպես այդ կառույցի ղեկավար ներկայացրել, հակառակ դեպքում Տիգրան Թորոսյանը որևէ բան իրանը չի ներկայացրել ու չի ներկայացնում, անուններ տվեց, որով ինք ասեց ես ինձ հետ բերելու եմ։ Նրանք էլ հակադարձեցին, այո, մենք հատուկ դրություն կամ արդակարգ դրություն հրապարակելու խնդիրը քննարկել ենք օրենքով սահմանված կարգով, բայց մենք չենք ասել բանակ օգտագործի։ 0038 հրամանը, որ օգտագործվել է բանակը ժողովրդի դեմ։ Այս մասին խոսակցություն երկուսն էլ համենայն դեպս Տիգրան Թորոսյանը շաբաթ օրը արդեն դրա մասին խոսեց։ Ես համոզված եմ, որ այս իշխանության որակները են, որ կարող են նորից մարտի 1-ի տեսակ կրկնել, բայց այդ ռեսուրսը այսօր չունեն։
Չունեն ներսում հատկապես, որովհետև ժողովուրդը մարտի 1-ից հետո չվախեցավ գնաց տունը, ոնց որ ապրիլի 12-ին 2004 թվականին, եւ իրենց զարմացրեց իրենց հաշվարկը, հատկապես Քոչարյանի հաշվարկը, որ 2004 թվականի ապրիլի 12-ին գիշերը բերեցին ժողովրդին ջարդեցին ու ժողովուրդը գնաց հանգիստ տուն, փողոց դուրս չեկավ։ Իրենց հաշվարկի մեջ սխալվեցին։ Հիմա կարծում եմ դերևս 2008 թվականի մարտի 1-ը չմարսած, վերջերս ես նաև առիթ եմ ունեցել, անվանել եմ Ենիչերիներ, Ղարաբաղից բերած որոշակի սահմանափակ քանակի մարդկանց, եւ ինչու միայն Հայաստանի Ենիչերիներ, Հայաստանաբնակ, որովհետեւ օլիգարխների կողմից օգտագործած սապրագլուխները Ենիչերիներն են, ոչ մի տարբերություն չկա, եթե սեփական ժողովրդի վրա գնում են, կրագում են, ջարդում են, դրանք Ենիչերիներն են։ Եվ այսօր արդեն քարոզչական մեքենան իմ դեմ փորձում է օգտագործել, որ ես Արցախի ժողովրդին եմ։ Կա նման մամուլում նման։ Այո, դա շարժում է Արցախի ժողովուրդը այս ռեժիմից ավելի շատ է տուժում, քան Հայաստանաբնակները։ Այդ առումով թող չշփոթեն։ Այստեղ որևէ տարբերություն չկա, թվում է Արցախ։ Նույն Թամամյանը, որ ասենք ամենավառ օրինակ է Ենիչերի, հիմա որտեղ է։ Մյուսները պետք է մտածեն, չէ՞, այն Բազազը, Դնչկալը, Օսիպովը ազգանունը։ Դրանք սովորական Ենիչերիներն են, ինչ տարբերություն գեներալի ուսադիրով են, թե գնդապետի։ Այստեղ ձեզ համար որևէ տարբերություն կա մարտի 1-ի պատասխանատուների համար առումով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Իհարկե կա, շատ մեծ տարբերություն կա։ Գիտեք ինչ, Ռոբերտ Քոչարյանը հստակ հանրապետության նախագահն էր, ընդրված էր, ընդրված չէր, կապ չունենա, 10 տարի արդեն ղեկավարում էր, ես չեմ ընդունել, պայքարել եմ, մեր կուսակցությունը պայքարել է ու անընդհատ տուժել է 2008 թվականից սկսած, այսօրվա արտիքի համակարգողը, որ ընդրվել է Մատեոս Ղրզյանը, 2008 թվականից ես վարչախմբի Ադամնանովի տակ եղել, բայց միևնույն է, Ռոբերտ Քոչարյանը, եթե չորոշեր ու եթե նաև չունենար դրսից որոշակի, այսպես ասած, սատարող հանգամանքներ, մարտի 1 չէր լինի։ Սերժ Սարգսյան, Տիգրան Թորոսյան ու մնացածները անելիք ունեն որոշակի տեսակետ արտահայտելու, այո կամ ոչ, որոշումը ընդունել է թիվ 1 մարտը, այդ պահի թիվ 1 մարտը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Մակյան, մամուլում նաև հրապարակումներ եղան այս առումով, նշվեց, որ Սերժ Սարգսյանը նախ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ մասին նշում, որ վարչապետներ եւ ինքն էր տնօրինում օրենքով ոստիկանական ուժերին, նաև ինչ որտեղ նաև բանակին։ Եվ մյուս հանգամանքը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը հանրապետության վարչապետն էր, ուներ պարլամենտում մեծամասնություն եւ օրենքով ինքը կարող էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի որոշումները, սակայն դա չի արվել եւ հետեւաբար մեղավորությունը կիսում են երկուսով հիմնական մեղավորությունը։ Մամուլում կա շատ են նման քննարկումները եւ վերլուծական հոդվածները։ Այս տեսանկյունին ինչպես կնայեք։ Ես ասեմ, ես չեմ փորձում արտարացնել Սերժ Սարգսյանը, ես դերևս Բերդում եղած ժամանակ գրել էի հոդվածաշար մարտի 1-ի պատասխանատուներին։ Թիվ 1 պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանին է դրել, թիվ 2-ը Սերժ Սարգսյանին։ Թիվ 3-ը քաղաքական դաշնակցությանը, հանրապետականին եւ օրինաց երկրին։ Աստեն երկուսից հետո մնացածը էական չէ։ Բայց այս բոլորը հիմա նայեք, տեսեք, խնդիրը ինչումն է կայանում, եթե օրինաց երկիրը իր դավաճանական ժողովրդին խապեությամբ քայլը չաներ, երբեք մարտի 1 չէր լինի։ Նրանք աշխարհին ցույց տվեցին նույնը Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Սերժ Սարգսյանը այդ ընդհանուր երկգլուխը ցույց տվեցին, որ դաշնակցությունը ազդեցիկ ուժ է մեզ հետ է, պաշտպանում է, հանրապետականը իշխողն է, դե նոմենկլատուրան ամբողջ իրենք են, առավել ևս ընդդիմադիր կոչված, հայտարարված օրինաց երկիրը Արթուր Աղքի գլխավորությամբ իրենց, այսինքն քաղաքական կարծես բանը սպեկտրը ապահովել էին պաշտպանության, բայց միևնույն է Քոչարյանը չէր գնա այս բանը, եթե դրսից այդ աջակցությունը չունենար եւ Սերժ Սարգսյանը եթե բացահայտ դեմ կանգներ, միգուցե Քոչարյանը չգնար այդ բանին։ Եթե բացահայտ է, ուրեմն ինչ որ ձեով իրեն շահերը այդ պահին համընկել է։ Ես մի էպիզոդ պատմեմ։ Դե շահերը նախագահական աթոռներ են ստեղծում։ Դե նախագահական աթոռներ, բայց այսօր տեսնում ես, որ արդեն կարծես այդ աթոռի պարագայում 3 տարի հետո հագասություններ են։ Բնական է։ Երկուսի մեջ։
Եվ հիմա մի բան էլ ասեմ։ Շատ կարճ գովազդային ընդմիջման անցնենք, պարոն Մակյան։ Խնդրեմ, շատ կարճ ներկայացրեք, անցնենք, եթե խոսելով աղքի Արտուր Բաղդասարյանի մասին, ապշելու բան է, էլի, վերջերս նույնիսկ Շիրակի մարզում մամուլով ես կարտացի, մասնակցել է հարսանիքի, ու այդ մարդկանց հարսանիքը հարամ է արել։ Պատկերացնում եք մարդու որակ եւ ժողովրդի ինչ ասում, եթե երկրի անվտանգությունը էս է ապահովում, ուրեմն մենք գնացինք կորանք։ Այժմ գովազդից հետո վերադառնանք, գովազդ արգել հեռուստադիտողներ։ Արգել հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը Պետրոս Մակյանի հետ։ Պարոն Մակյան, մարտի 1-ի թեման նաև շատ կարևոր է այս ձեր նշած իշխանություն հասարակություն երկխոսության ընթացքում, որովհետև մարտի 1 այն հանգուցային կետն է կամ խնդիրն է, որի լուծումը կարող է երաշխավորել Հայաստանի ապագա զարգացումը։ Եվ այս պարագայում նման գործընթաց տեղի ունեցավ, կոնգրեսը պահանջեց, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր փուլ է սկսվում եւ պետք է ամեն ինչ արվի, որ այդ բացահայտումը տեղի ունենա։ Խոսքերի մակարդակում սա, սակայն իրականում տեղի են ունենում դեպքեր, որոնք կասկածի տեղիք են տալիս իշխանության ազնվությանը։ Մասնավորապես վերջերս լույս տեսավ կամ այսպես պատրաստվեց Հայաստանի կորսված գարունը ֆիլմը, որը արգելեցին ցույց տալ բոլոր հեռուստաալիքներով եւ նաեւ կինոթատրոններում։ Այսինքն իշխանությունը ասում է մի բան, անում է մեկ այլ բան։ Շատ մակերեսով են, եթե վերլուծենք։ Ձեզ որքանով է հավաստի թվում Սերժ Սարգսյանի այն հավաստիացումները, որ մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն։ Կարծում եմ հարցի պատասխանը նախորդ խոսակցության ընթացքում մեծ առումով տրվեց, որ բնականաբար մենք այդքան միամիտ չենք, որ հավատանք, որ այս իշխանությունը մի օր առավոտ կզարթնենք, որ փոխվել է, տրանսֆորմացիայի ենթարկվել ու դարձել են բարի, օրինապահ իշխանություն։ Դա բացառված է։ Այս ամբողջ զարգացումները գնում է այդ ճնշումների տակ, հասարակական մեծ ալիքի ճնշման տակ, ինքը հայտարարեց, հավաստիացրեց, որ մարտի 1-ը կբացահայտվի։ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվեն քայլեր։ Ոչ ես վստահ եմ, որ իրենք ոնց կբացահայտեն, որովհետև արդեն Քոչարյանի խոստովանական ցուցմունքը վախի տակ բերեց, որ փորձում էր ներկայացնել Սերժ Սարգսյանին, Տիգրան Թորոսյանին այդ կառույցների կառավարության եւ ազգային ժողովի մասով, դա արդեն այն բանն է, որ իրենք իրենց դեմ բացահայտում չեն անի։ Այսինքն այդ բոլոր ամբողջ կացան օլիգարխները, որոնք ազգային ժողովում են կամ ունեն լծակներ, եւ կառավարությունը Սերժ Սարգսյանը այսօր նախագահ, Ռոբերտ Քոչարյանն էլ 4 միլիարդի վրա նստած եկա ազդեցություն ունենալով Դաշնակցության հետ սիլիբիլի անելով, ոնց կարող են իրենք իրենց բացահայտել։ Դա բացառված է։ Ուղղակի հասարակության ճնշման տակ Սերժ Սարգսյանը արեց այդ հայտարարությունը, որպեսզի կատարեր ոչ միայն կոնգրեսի, այլև միջազգային հանրության, որովհետև միայն կոնգրեսը չի պահանջում։ Միջազգային հանրությունն էլ պահանջում է քայլեր կատարել մարտի 1-ի բացահայտման առումով։ Բայց թե կատարվի թե չի կատարվի, մենք երկուսս էլ գիտենք ինչ է լինելու։ Խիստ կասկածելի ասում։ Նաև այստեղ կասկածի տեղիք է տալիս հերթական թե արտահայտ ընտրությունների որակը, այսինքն որքանով դրանք կլինեն ազատ եւ արդար։ Եվ ինչպես կարելի է պաշտպանել քվեները։ Գիտեք, եթե արտահերթ կամ հերթական, որը հերթականը շատ ավելի ցանկալի է իշխանությունների համար եւ հասարակության համար անցանկալի եւ ընդդիմության համար, որովհետեւ արտահերթի դեպքում որոշակի ռեսուրսը շատ ավելի է ընդդիմության եւ հասարակության կողմից, բայց միևնույն է երկու ընտրության պարագայում էլ նույնիսկ հերթականի, բայց արտահերթի դեպքում դա առավելագույն կարող է էսկալացիա անել, որովհետև դա արտահերթը գնում է հասարակության պարտադրանքով, այսինքն թելադրողը դառնում է հասարակությունը եւ այն համակարգը կեղծիքի մեխանիզմը, համակարգը, որ ձևավորված է դպրոցի ուսուցիչներով ու չինովնիկներով, ամբողջ ոստիկանությունն է, սապրագլուխներն են, քրեական տարերը, բոլոր այդ համակարգի տարբեր, այսպես վինտիլներն են։ Այդ համակարգը այլևս չի կարող գործել։
այլևս չի կարող գործել։ Իսկ եթե ցանկացած նույնիսկ արդարետ ընդրություն հայտարարվի, բայց դու չկարողանաս ընդդիմությունը եւ հասարակությանը էսկալացիայի ենթարկես ակտիվացնես ու դառնա հասարակությունը թելադրող, միևնույն է այդ համակարգը կաշխատի։ Ու դա իմացեք, ես հունվարի 10-ին տեսել եմ այդ համակարգի բանը Նիկոլի ընդրության ժամանակ։ Նոր տարուց հետո հանգիստ, դատարկ, խաղաղ, մեկը կնոպկեսերում աշխատում է։ Չի խոչընդոտում ընդրակեղծիքներին, եթե չլինի հասարակությունը։ Այսինքն հասարակության վերահսկողության մեխանիզմը շատ ավելի բարձր է, քան ասենք ամեն մի տեղամասում մի 10 վստահված անձ եւ մի 20 Դերենիկ ոչ թե վերահսկողություն, այստեղ վերահսկողության մեխանիզմն էլ կարևոր չէ։ Այն մթնոլորտը, որ արդեն ձևավորվում է, այն բանի տեղամասում գտնվող մարդիկ այդ մթնոլորտի շնչառությունը զգում են, որ դրսում հասարակությունը ինքն է թելադրողը, ոչ թե Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ ոստիկանը կամ թաղայինը քրեականն է իրենց վրա։ Այդ բան բուլետեն հաշվողը երկու ճնշման տակ է։ Մինչև հիմա եղած ընտրություններում այդ ճնշումը բացարձակ կատարվել է այդ կառույցի բանի տակ, վախի տակ։ Իսկ եթե հասարակության ճնշումը մեծ լինի, այդ համակարգը նույնիսկ քրեական տարերը ոստիկանությունը եւ մնացած չինովնիկները չեն գնա այդ բանի տակ եւ ներսում նստածները ստիպված կլինեն հաշվել ճիշտ թվերը այն ինչ որ քվեարկել է ժողովուրդը։ Եթե նման մթնոլորտ լինի, ինձ թվում է իշխանությունները չեն համարձակվի մասնակցել ընտրություններին։ Դե այլընտրանք չունեն, պետք է մասնակցեն։ 90 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները ոնց էր ամբողջ համակարգը խորհրդային միության կոմունիստական կուսակցություններ, հանձնաժողովները, բայց միջավայրը այնպեսին էր, որ այդ մարդիկ հաշվելու ժամանակ Ստալինի ասածը չէ, բանը կարևորը չէ թե ոնց են քվեարկում, կարևորը ով է հաշվողը, ոնց է հաշվում։ Այդ հաշվողները արդեն հաշվի են առնում միջավայր հասարակություն, այդ ժամանակ ոչ այդ ճնշումը կար, ոչ քաղաքական այդ մագարտակը կար հասարակության, բայց միևնույն հաշվողները վախեցան կեղծել։ Պարոն Մակյան, թերևս վերջին հարցը մեր ժամանակը արդեն աստիճանաբար մոտենում է ավարտին։ Հիմա քաղաքական դաշտում եւ վերլուծական շրջանակներում այսպիսի մի առաջարկություն է հղիացել, այն է համակարգային փոփոխություններ կատարել Հայաստանում եւ վերացնել նախագահական հանրապետությունը, ստեղծել խորհրդարանական հանրապետություն եւ դրա համար փոխել սահմանադրություն եւ նշում է, որ դա կլինի այնպիսի մի համակարգ, որը թույլ չի տա անձնավորել այդ բուրգը կամ համակարգը եւ զեր սպայել հակադեմոկրատական բնույթներից։ Դուք ինչ եք կարծում, դա ընդունելի մոտեցում է եւ արդյոք պետք է նման համակարգային փոփոխություններով առաջ գնանք։ Գիտեք, դա նոր գաղափար չի, դա դերևս ԱԺՄ-ի ժամանակ էր այդ գաղափարը տարում, դրա կնքահայրը նաև Շավարժ Քոչարյանն էր, հիմա որտեղ է Շավարժ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը կողքին։ Ուրեմն ասեմ, Հայաստանի նման երկրում այս աշխարհագրական դիրքով ունենալով Ղարաբաղի հարց, գնալ համակարգային փոփոխություն ազգային ժողովով որ տալ ուրեմն որոշում ընդունելու մեխանիզմը ազգային ժողովի ձեռքին, այն էլ մենք գիտենք այս որակի ազգային ժողովի պարագայում, այս որակի մենք ինչպիսի արդյունք կունենանք։ Կարծում եմ դա ապա ցանկացած, եթե ժողովրդավարությունը Հայաստանում կարողացավ այսպես կառուցվել եւ ունենալ հիմնական առանցքը ողնաշարը, այդ դեպքում ցանկացած համակարգ կարող է աշխատել, բայց այս փուլում, քանի դեռ մենք ունենք Ղարաբաղի հարցը ու սարսված պատերազմի իրավիճակում, ճիշտը նախագահականն է, ճիշտը նախագահն է։ Ապագայում, եթե իրոք ամեն ինչ հարթվեց, հարցը լուծվեց, ու ժողովրդավարությունը ունեցավ լուրջ արմատներ, այլևս հնարավոր չեղավ այդ բանը խախտել, կարծում եմ դա որևէ խնդրեմ չի լինի։ Շնորհակալություն, պարոն Մակյան, մեր ժամանակը արդեն սպառված է։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր մենք հյուրընկալել ենք ժողովրդավարական հայրենի կուսակցության նախագահ Պետրոս Մակյանին, ստեսյուն եւ ամենայն բարիք։